Բարև ձեզ ընկերներ, թող Աստված ձեզ բոլորիդ օրհնի, ձեզ բոլորիդ։ Այն աղոթքը, այն աղաղակը, որ ամեն օր արվում է ձեզ համար, թող ձեզ շատ հաղթանակներ բերի, և թող նյութականացվի ձեր կյանքում։ Իհարկե, նրանք, ովքեր հավատում են, կստանան։ Իսկ ովքեր չեն հավատում, էլ ինչ պետք է անեն, ուղղակի կողքից նայեն։ Բայց եթե դուք հավատում եք, ուրեմն օրհնված եղեք։ Եվ գիտեք, ես ձեզ մի հետաքրքիր բան կպատմեմ հիմա։ Սա բոլորի համար է, բոլորի։ Երբ ես փոքր էի, եւ մենք բոլորս, երբ փոքր ենք եղել, մենք սովորել ենք, որպեսզի մեր հորից խնդրենք օրհնություն ամեն օր։ Երբ մենք նոր ենք արթնանում, եւ երբ մենք պառկում ենք քնելու։ Գիշերը մենք չէինք կարող չխնդրել։ Իմ հայրը նա չի եղել, ով իմացել է, ճանաչել է Հիսուսին։ Նա չգիտեր ոչինչ, ինչ որ կապված է Աստվածաշնչի հետ։ Բայց գիտեք, նա այդ օրհնություն խնդրելը սովորել էր իր ծնողներից։ Իսկ նրա ծնողներն էլ իրենց ծնողներից, եւ այդպես շարունակ։ Եվ ես գիտեմ, որ նա միշտ պահանջում էր։ Նա միշտ պահանջում էր։ Եվ երբ մենք չենք խնդրում, որպեսզի նա մեզ օրհնի, դա մեզ համար սովորական եւ հեշտ չէր։ Դա անհարգանք էր կոչվում ծնողի հանդեպ։ Եվ հիմա ես հասկանում եմ, թե ինչու էր հայրս պահանջում դա։ Եվ գիտեք, երբ նա ստիպում էր, որպեսզի մենք օրհնություն խնդրենք, եւ նույնիսկ չիմանալով կենդանի Աստծուն, նա իր սեփական գիտելիքն ուներ Աստծո մասին։ Բայց նա մեզ սովորեցրել էր, որպեսզի մենք օրհնություն խնդրենք։ Մենք բոլորս մոտենում ենք նրան եւ օրհնություն ենք խնդրում։ Եվ նա ասում էր. թող Աստված ձեզ օրհնի։ Եվ եթե դուք բացեք 10 պատվիրանները, այնտեղ գրված է. հարգիր քո հորը եւ քո մորը, որպեսզի երկրի վրա քո օրերը երկար են։ Հարգիր քո հորը եւ քո մորը, դա նշանակում է հնազանդ լինել, հնազանդվել։ Եվ Աստված օրհնում էր։ Աստված լցնում էր մեր տունը։ Եվ վերջի վերջո մենք ճանաչեցինք Հիսուսին։ Եվ մենք արդեն այդ փորձն ունեինք։ Մենք հանդիպեցինք Աստծո խոսքի հետ։ Ուրեմն ես օգտագործում էի։ Ես հավատում էի դրան։ Հենց դրա համար էլ ես հնազանդ էի։ Եվ ինչու էր հայրս դա անում։ Որովհետև նա սովորել էր իր ծնողներից։ Բայց ոչ նա գիտեր, ոչ էլ ես իրական Աստծուն։ Նա մեր տանը միշտ խորհրդանշում էր Աստծուն։ Նա չէր ճանաչում նրան, բայց նա մեր համար Աստծուն էր խորհրդանշում։ Դա հոր դիրքն է իր երեխաների հանդեպ։ Եվ երեխաները, ովքեր հնազանդ չեն իրենց ծնողներին, անկասկած նրանք այս երկրի վրա շատ վատ կապրեն։ Եվ որպեսզի դուք մի բան հասկանաք, Աստծո օրհնությունները, գիտեք, դա ուղղակի չեն գալիս երկնքից կամ ինչ-որ տեղից։ Աստծո խոսքը, նրա հրամանները եւ օրենքները միշտ հարկավոր են օրհնության համար։ Հայրս ցանկանում էր, որպեսզի մենք օրհնություն խնդրենք, եւ նույնիսկ առանց հասկանալու նա օրհնում էր։ Եվ մենք օրհնվում էինք, որովհետև մեզնից ոչ ոք ապագայում ինչ-որ մեկը չդարձավ, ինչ-որ վատ մարդ։ Մեզնից ոչ ոք չէր օգտագործում թմրանյութ կամ չէր վաճառում։ Ոչ ոք չդարձավ գող կամ ավազակ։ Նրա երեխաներից ոչ ոք, իմ եղբայրներից ոչ ոք չդարձավ այդպիսին եւ չմտավ այդ վատ կյանքի մեջ։ Բոլորն էլ երկրից դուրս ստացան կրթություն եւ մենք բոլորս ընտանիք ստեղծեցինք։ Եվ այդպես շարունակ։ Շատ լավ կլինի, որպեսզի դուք հասկանաք եւ իմանաք, որ Աստված հարգում եւ պատվում է իր խոսքը։ Եթե դուք ձեր երեխաներին օրհնում եք, նրանք կօրհնվեն, որովհետև դուք ծնող եք։ Դուք ունեք Աստծո իշխանությունը ձեր երեխաների հանդեպ։ Նույնիսկ եթե չեք հավատում Աստծուն, բայց եթե դուք օրհնում եք, Աստծո իշխանությունը ձեզ հետ է։ Եթե դուք հայր կամ մայր եք, եթե դուք ծնող եք, դուք ձեր երեխաների հանդեպ իշխանություն ունեք։ Եվ երեխաները, եթե նրանք իմաստ ունեն, նրանք կհնազանդվեն։
Նրանք կհնազանդվեն Աստծո խոսքի, որպեսզի նրանց օրերը երկրի վրա ավելանան։ Ուրեմն դուք գիտեք, որ խոսքը դատարկ չի վերադառնում։ Խոսքը կատարում է այն ամենը, ինչի համար ուղարկված է եղել։ Աստված իր խոսքով ստեղծել եւ կառուցել է իր թագավորությունը։ Այն մարդկանց ներսում, ովքեր հնազանդ են այդ խոսքին։ Երբ դուք հնազանդ եք Աստծուն, ավտոմատ կերպով դուք մտնում եք Աստծո թագավորություն, եւ ձեր բնավորությունը, ձեր պահվածքը համապատասխանում է Աստծո խոսքին, եւ նա ուղղորդում է մեզ Սուրբ Հոգով։ Դրա համար էլ հարկավոր է եւ պարտադիր է, որպեսզի մարդիկ Աստծուց լինեն, որպեսզի նրանք Աստծո պաշտպանությունն ունենան։ Հարկավոր է, որպեսզի մարդը ունենա Սուրբ Հոգուն։ Սուրբ Հոգին հարկավոր է, որպեսզի կարգապահության մեջ ապրել, որպեսզի ամեն ինչ հանգիստ եւ կարգին լինի։ Մենք բոլորս գիտենք, որ այս աշխարհում ամեն ինչ կարգին չէ։ Լավ եւ ճիշտ մարդիկ վատն են դառնում, իսկ վատերը ճիշտն են դառնում։ Մենք տեսնում ենք, որ այս աշխարհը այնքան է շեղվել կարգապահությունից, որ ոչ ոք ոչ մեկին չի ցանկանում հնազանդվել։ Բոլորը ցանկանում են գլխավորը լինել։ Բոլորը ցանկանում են իրենց իմացած ձևով վարվել։ Եվ նրանք մտածում են, եթե ես ազատ լինեմ, ես երջանիկ կլինեմ։ Բայց ովքեր ունեն այդ ազատությունը, նրանք երջանիկ չեն, որովհետև այդ ազատությունը կպածե մարդկանց սրտերին, կպածե նրանց սեփական ցանկություններին, եւ դա նրանց անձնական տառապանքն է դառնում։ Դուք գիտեք, թե ինչ եմ ասում եւ հասկանում եք ինձ։ Դուք ազատություն ունեք, եւ երբ այն տարիքում, երբ մարդը արդեն մեծահասակ է դառնում, առաջին բանը, որ նա սկսում է անել, դա վարվելն է այնպես, ինչպես իրեն դուր է գալիս։ Ընտրում է իր համար ինչ-որ ցանկանում էր եւ այլևս չի լսում իր ծնողների խորհրդին։ Նա արդեն անում է այն, ինչ որ ցանկանում է։ Բոլոր երեխաներն էլ երբ մեծանում են, այդպես են վարվում։ Երբ նրանք արդեն ազատ են ծնողների կառավարությունից, բայց այդ ծնողների կառավարությունը դա խորհրդանշում է Աստծուն։ Դա Աստծո թագավորությունն է, նրան հնազանդվելը եւ նրան խոնարհվելը։ Աստծո թագավորությունը դա բարի թագավորություն է։ Դա Սուրբ Հոգու թագավորությունն է։ Եվ երբ Հիսուսն ասում էր, որ ձեզ է մոտեցել Աստծո արքայությունը, եթե դուք հավատում եք, դուք կմտնեք, եթե դուք ընդունում եք, եթե հնազանդվում եք։ Բայց երբ դուք չեք հավատում, դուք մեջքով եք շրջվում եւ անում եք այն, ինչ դուք եք ցանկանում։ Եվ աշխարհն էլ դրա պատճառով այդպիսին է դարձել։ Գիտեք այս բոլոր աղետները եւ այս սարսափելի խնդիրները։ Բայց իմ ընկերներ, դուք դեռ ոչինչ էլ չեք տեսել։ Չեք տեսել այն, ինչ որ կատարվելու է ապագայում։ Չեք էլ կարող պատկերացնել, թե ինչ է մեզ սպասվում։ Բայց նա, ով Աստծո արքայության ներսում է, միայն նա կարող է հասկանալ։ Եվ միայն նա գիտի, թե ինչ է կատարվելու այս աշխարհում։ Նա զգում է այդ ծխի հոտը։ Գիտեք այդ տաք վառարանը, այդ վառվող հոտը։ Այդ մարդը զգում է այդ հոտերը այս աշխարհում, ովքեր ապրում եւ խոնարհվում են Աստծո արքայությանը։ Նրանք հասկացողություն ունեն եւ Սուրբ Հոգու լույսն ունեն իրենց ներսում։ Եվ այդ լույսը ուղղորդում է նրանց եւ մարդկանց առանձնացնում է այս երկրից, այս աշխարհից։ Բայց եթե մենք չունենք Սուրբ Հոգուն, ով մեզ ուղղորդելու է դեպի բոլոր տեսակի ճշմարտության, մենք կմոլորվենք այս աշխարհում։ Եվ այս հավատի իրադարձությունը, որ հիմա ընթանում է, հենց նրա համար է, որպեսզի դուք ստանաք Սուրբ Հոգուն, որպեսզի մասնակցեք ձեր ամբողջ ուժերով եւ ստանաք Սուրբ Հոգուն։ Եվ ուշադիր եղեք։ Վերջերս ինչ որ մեկը հարցրել էր. Եպիսկոպոս, ինչ ես կարող եմ անել, ինչ դնեմ զոհասեղանի վրա, որպեսզի ստանամ Սուրբ Հոգուն։ Այդ մարդը նույնիսկ չի հասկանում, թե ինչի մասին ենք մենք այսքան խոսացել։
Երբ մենք ասում ենք, որպեսզի դուք դնեք ինչ-որ բան զոհասեղանի վրա, դա ձեր ցանկություններն են, ձեր հպարտությունը, ձեր բոլոր վատ զգացմունքները, մեղքը, բոլոր սխալ բաները, եւ նույնիսկ ձեր աստվածներին, եւ գիտեք այն մարդիկ, ովքեր ցանկանում են իրենց տիրություն անել, նրանք իրենց համար Աստված են դառնում։ Եվ գիտեք, միայն արտաքինի մասին են այդպիսի մարդիկ մտածում, ինչ որ վիրահատություններ են անում, բայց միշտ դժգոհ են մնում իրենց տեսքից, որովհետև միշտ ինչ որ բան դուր չի գալիս։ Ինչ որ բան ցանկանում է իր դեմքին փոխել, ինչ որ ուրիշ բան այլտեղ, նրանք նույնիսկ ցանկանում են իրենց գլուխը փոխել եւ նոր գլուխ տեղադրել։ Աշխարհը իրական քաոսի է վերածվել, առանց ինչ որ ելքի, բայց ցավոք սրտի, դա շատ վատ է եւ մեծ ցավով եմ ասում, այդ աշխարհը ցանկանում է նույնիսկ ներխուժել Տեր Հիսուս Քրիստոսի եկեղեցու մեջ։ Իհարկե աշխարհը կարող է մտնել, ներխուժել այդ ֆիզիկական եկեղեցին, բայց Տեր Հիսուս Քրիստոսի եկեղեցին, այն մաքուր եկեղեցին, որ ոչ մի կեղծ չունի իր վրա, ով Տեր Հիսուսի հարսնացուն է, այն եկեղեցին, որ շատ մաքուր է եւ սուրբ է, աշխարհը չի կարող այդտեղ մտնել, եւ այդ եկեղեցին, այդ մարդիկ, այն մարդիկ են, ովքեր իրենց սրտերը ամբողջությամբ տվել են զոհասեղանի վրա։ Սիրտը մեր բոլոր ցանկությունների խորհրդանիշն է, մեր ամեն ինչի, մեր ապագայի եւ այլն։ Բայց երբ մարդիկ ազնվորեն ասում են. «Տեր, ահա իմ սիրտը, քո կամքը կատարիր իմ կյանքում», դա հենց այն է, ինչ որ Տերը ցանկանում է, եւ նա մեզ սովորեցնում է, աղոթքի մեջ ասելով. «Հայր մեր, որ երկնքում ես, թող սուրբ լինի քո անունը»։ Աստծո անունը այս երկրի վրա չի փառավորվելու եւ չի սրբացվելու, որովհետեւ մենք տեսնում ենք, թե ինչ է կատարվում այս երկրում, բայց դա կատարվում է այն մարդկանց կյանքի միջոցով, ովքեր գտնվում են Աստծո արքայության մեջ։ Հետո Տերն ասում էր. «Թող գա քո արքայությունը», եւ դա էլ նրանց միջոցով է լինելու, ովքեր ապրում են Աստծո արքայության մեջ, ովքեր խոնարհվել եւ հնազանդվել են Աստծո հոգուն, եւ Աստծո արքայությունը այն տարածվել է եւ ճանաչվել է այն մարդկանց բնավորության եւ կյանքի միջոցով, ովքեր ապրում են նրա արքայության մեջ։ Հետո Տերը ավելացնում է եւ բացատրում. «Թող լինի քո կամքը այստեղ երկրի վրա, ինչպես երկնքում»։ Աստծո կամքը երկնքում է, բայց այստեղ երկրի վրա դեռ ոչ։ Այս երկրի վրա Աստծո կամքը կատարվում է միայն այն մարդկանց կյանքում, ովքեր նրա արքայության մեջ են, ովքեր այդ մաքուր եւ սուրբ եկեղեցու մասն են կազմում։ Այն եկեղեցու, որը Հիսուսի հարսնացուն է համարվում։ Ուրեմն իմ ընկերներ, հավատացեք դրան։ Երբ դուք ստանում եք Սուրբ Հոգուն, դուք ունեք նրա կնիքը, դուք արդեն գտնվում եք Աստծո արքայության ներսում եւ սկսում եք ապրել լրիվ այլ աշխարհում, արդարության, կարգուկանոնի եւ մաքուր աշխարհում։ Եվ իհարկե որոնները կփորձեն այնպես անել, որպեսզի դուք կեղտոտվեք։ Բայց դա այդպես չի լինի, որովհետեւ դուք հոգեվոր եք։ Երբ մենք ասում ենք, որպեսզի ձեր կյանքը զոհասեղանի վրա սրբացնեք, կամ ձեզ տակ զոհասեղանի վրա, դա գումարը չէ։ Եթե ամեն ինչ այդքան հեշտ լիներ, եթե ամեն ինչ գումարով լիներ, մարդկանցից շատերը չէին կարող ճանաչել Աստծուն, որովհետև նրանք հնարավորություն չէին ունենա։ Աստված այդպես անարդար չի վարվում։ Այսինքն այդ զոհը դա գումարը չէ, այլ սիրտն է։ Ուրեմն նայեք, թե ինչ է ասել Հիսուսը։ Այս մարդիկ ինձ են մոտենում իրենց շուրթերով, բայց նրանց սրտերը հեռու են ինձնից։ Նրանք երկրպագում են Աստծուն խոսքերով եւ իրենց շուրթերով, իրենց զոհաբերությամբ, փորձում են ինչ-որ բարեգործություն անել։ Հարուստ մարդիկ օգտագործում են գումարը, որպեսզի դատի ժամանակ
իրենց մեղքերից որոշ մասը փակվի։ Բայց Աստծո հետ այդպես չի լինում։ Աստված սպասում է մեզնից մաքրություն եւ ազնվություն։ Անիմաստ է աղոթելը, կանչելը նրան, անիմաստ է անընդհատ ասելը եւ խնդրելը։ Եթե ձեր սիրտը կպած է ինչ-որ այլ բաների, կպած է ձեր սիրուհուն, կպած է գողությանը, կպած է այս աշխարհի կեղտին, կպած է խորամանկությանը եւ չարությանը, ինչպես որ Պողոս առաքյալն էր ասում, չար, դժգոհ եւ տրտնջացող մարդիկ, այդ բոլոր վատ մարդիկ գտնվում են նույնպես եկեղեցում։ Առաջին եկեղեցին նույնպես անցել է այս բոլոր իրավիճակներով։ Այս մարդիկ եկեղեցում են եղել, բայց նրանք չեն եղել Աստծո արքայության մեջ։ Նրանք խառնվում էին առաքյալների հետ, բայց նրանք չէին գտնվում Աստծո արքայության մեջ։ Ուրեմն ուշադիր եղեք։ Զոհը դա գումարը չէ միայն, դա նյութականը չէ։ Ինչի համար ենք մենք գումար դնում զոհասեղանի վրա։ Միթե դուք մտածում եք, որ Աստված գումարի կարիք ունի։ Միթե մտածում եք, որ նրան ինչ-որ իր է հարկավոր։ Բայց նա ոչինչի կարիք չունի։ Բայց երբ նա խնդրում է, երբ նա ասում է, երբ նա խնդրում է ձեզնից ձեր սիրտը, նա խնդրում է ձեր բոլոր ցանկությունները։ Ահա Տեր, վերցրու այս ամենը, ես քո զոհասեղանի վրա եմ տալիս։ Եվ երբ մարդիկ ընդունում են եւ խոնարհվում են սրան, երբ նրանք ասում են, ես իրապես հնազանդ կլինեմ։ Ոչ ոքի չեմ խաբի, խորամանկ չեմ լինի եւ չեմ դժգոհի։ Ես այնպիսին կլինեմ, ինչպես որ կամ։ Դա էլ նշանակում է ձեր սիրտը տալ զոհասեղանի վրա։ Դա բոլոր գումարներից առավել է։ Առավել է, քան այս աշխարհի ոսկին։ Աստված ամբողջ ոսկու Տերն է։ Նա է ամեն ինչ ստեղծել։ Եթե նրան ոսկի հարկավոր լինի, նա իր համար ոսկի կստեղծի։ Նա է այդ ամբողջ հարստությունը ստեղծել, եւ նա կարող է այդ ամենը կործանել, վառել եւ կրկին ստեղծել։ Եվ այդ նույնը պետք է լինի ձեր կյանքի հետ, որը լցված է տարբեր մեղքերով եւ կեղտով։ Աստված նրա կարիքն ունի, որպեսզի դուք կողմնորոշվեք։ Եվ ասեք նրան, ես ցանկանում եմ, Տեր։ Ես դա ցանկանում եմ։ Դուք ազատ կամք ունեք ձեր ապագայի հանդեպ եւ ձեր ամբողջ կյանքի հանդեպ։ Ձեր կյանքը ձեր ձեռքերում է։ Երբ հայրս ասում էր, թող Աստված քեզ օրհնի, եւ ես ստանում էի օրհնություն։ Նույնիսկ նա չիմանալով Աստծուն, նա օրհնում էր ինձ։ Մայրս նույնպես, նա ինձ ասում էր, թող Աստված քեզ օրհնի։ Իմ ընկերներ, թող Աստված ձեզ օրհնի։ Թող իրապես օրհնի։ Եվ թող լուսավորի ձեր հասկացողությունը, որպեսզի դուք հասկանաք խոսքը, որպեսզի հեռացնեք ձեր մտքից այդ կեղտոտ մտքերը, գումարի եւ ոսկու մասին։ Երբ մենք դա ասում ենք մարդկանց, նրանք նայում են կոպիտ դեմքով եւ կրկին նույն բանն են խնդրում Աստծուց։ Եկեղեցուն եւ Աստծուն հարկավոր չէ ոչինչ։ Աստված ամեն ինչ ունի եւ Աստծո հոգին ուղղորդում է։ Աստված ստեղծել է արեգակը եւ աստղերը։ Այն ամեն ինչ, որ մենք տեսնում ենք, եւ նա ստեղծել է, որպեսզի այդ բոլոր բաները երկրպագեն եւ խոնարհվեն նրա ոտքերի առջեւ։ Եվ դուք մտածում եք, որ նա եկեղեցուն կարիքի մեջ կթողնի, այդ ամբից եկեղեցուն, այդ եկեղեցին կապրի այդ ամենի մեջ, կանցնի բոլոր դատապարտությունների եւ մեղադրանքի միջով, կանցնի տարբեր հալածանքի միջով, որովհետև եկեղեցին մաքուր եւ անբիծ է։ Օրինակ, եթե դուք ամուսնացել եք ինչ-որ խորամանկ կամ երգերեսանի մարդու հետ, ես այդպես չէի վարվի երբեք, չէի համաձայնվի դրա հետ։ Նույն ձև էլ Աստված։ Նա չի ընդունում կեղծավորություն։ Դուք կարող եք նկատել դա Մատթեոսի ավետարանում 23-րդ գլխում Հիսուսն ասում է. Ես չեմ եկել, որպեսզի քննադատեմ, այլ եկել եմ, որպեսզի փրկեմ։ Եվ առողջները բժշկի կարիք չունեն, այլ հիվանդներն ունեն։ Բայց դրանից հետո այդ ամբողջ գլուխը
ուղղված է կեղծավորներին։ Տերն ասում է. «Օձեր, իժերի ծնունդներ, ինչպես է գեհենի դատաստանից փախչելու»։ Նա այդպես էր ասում կեղծավորներին։ Նա դատեց այդ մարդկանց, որովհետև Տերը ատում է կեղծավորությունը։ Նա չի հանդուրժում դա։ Բայց երբ մարդիկ ազնիվ են, այն մարդիկ, ովքեր ասում են. «Ես չգիտեմ դու ուր ես և եթե կաս, բայց եթե դու գոյություն ունես, եթե դու ինչ-որ տեղ գոյություն ունես, միակ բանը, որ ես ունեմ, ես քեզ կտամ, և դա իմ խոսքն է»։ Եվ այդ մարդու վկայությունը, որ մենք ցույց ենք տվել, նա մարդասպան էր, բայց նա սովորել էր կատարել իր խոսքը, և նա Աստծուն իր խոսքը տվեց։ Եթե դու ինձ հանես այստեղից, ես իմ ամբողջ կյանքի ընթացքում քեզ կծառայեմ։ Եվ վերջ։ Դա ամենամեծ զոհն է, որ նա կարող էր տալ Աստծուն։ Իմ ընկերներ, ազնիվ եղեք, և այդ ժամանակ անկասկած օրհնությունները կգան։ Թող Աստված ձեզ օրհնի։ Մյուս հաղորդմանը ավելի շատ կխոսենք։